Արդեն մի քանի օր է, ինչ Վալո Ջավեդիսյանը Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել, նրա նպատակը եղել է այն, որպեսզի հասարակության եւ պետական կառույցների ուշադրությունը գրավի, ուրեմն իր գործի վրա, այդ անարդարությունների վրա, որը տիրում է արդարադատություն իրականացնելու process-ում, նախ ուսումնասիրենք ընդհանրապես վաղաժամ ազատման պրոցեսուալ կարգը ընդհանրապես։ Երբ որ ժամկետը գալիս է, կոնկրետ ադմինիստրացիան կալանավարի, արդեն իսկ ներկայացնում է այս կամ այն կալանավորին վաղաժամ ազատման համար։ Եվ կալանավայրից ուղարկում են այդ հանձնաժողովին, հանձնաժողովի անդամները, ովքեր միգուցե հանձնաժողովի նիստի օրն են միայն կարդում այդ մարդու կենսագրականը 4 տարերով, չիմանալով թե կալանավայրում այդ մարդը ինչով է զբաղվել, ինչ արել, որոշում է կայացնում։ Հիմա տեսեք, մի մարդ անկոտրուն մի բնավորության տեր Վալո Ջավեդիսյանը կալանավայրում էլ ծաղկե պատում արել, էլ կանաչա պատում, էլ սպորտային ուրեմն միջոցառումներն է շատացրել, էլ սպորտ անկյուն, հա, իր գանտելյաներով, գնդակներով, այսինքն այդ մարդը անգամ լինելով կալանավայրում փորձում է հասարակությանը թեկուզ այդ փոքր միջավայրում պիտանել լինի։ Նա առողջ ապրելակերպի կողմնակից մարդ է, թե ազատության մեջ, թե կալանավայրում։ Եվ այս ամբողջը չէր կարող չնկատել կալանավայրի ադմինիստրացիան։ Կարծես թե իրանք կարող են, հա, այդ կալանավայրի ադմինիստրացիայի ձեռքերում էր, հա, ներկայացնի վաղաժամ ազատման, թե չէ, կարող են ուղղակի չներկայացնեին, բայց այն աստիճանի է, այն էլ Վալոջայի նման կոնտրոլի տակ եղած մարդը, ուրեմն Վալոջան այն աստիճանի է իրան պարկեշտ պահ է այնտեղ, որ ստիպված են ուղղակի ներկայացնելու։ Եվ այդ կանից հետո հանձնաժողովը ասում է ոչ։ Դուք պատկերացնում եք երրորդ անգամ, որ ասենք ժամկետը կա 3 ամիս հետո, որ նորից պետք է բան անեն, այս անգամ ես չեմ զարմանա, բացարձակ, եթե վերևից հրանք տան կալանավարի ադմինիստրացիան, այս անգամ չներկայացնեք հանձնաժողովին։ Գնացեք դուք եք գլխացավի մեջ, մեզ եք բան անում, մեկա չպիտի բաց թողեն։ Մենք պետք է հաշվի առնենք, եթե մարդու ազատության հետ կապված մի խնդիր կա, դա արդեն արդարադատության ընդհանրապես արդարադատության մի մաս է կազմում։ Դա ըստ երևույթի նույն դատարանն է, ով կարող է դատարանի որոշումը չեղել համարել, հա, կամ փոփոխության ենթարկել։ Ուրեմն այդ առումով այս հանձնաժողովը համարվում է դատական ամբողջական ստրուկտուրայի մի մաս, որ մարդուն կալանավայրից ազատ են արձակում։ Ուստի ինքն էլ պետք է նույնպես ազատ եւ թափանցիկ լինի, ինչպես որ դատարանն է։ Այսինքն, այդ ոնց է, որ դատարանում կարողանում են քաղաքացիները մտնել եւ լսել մեղադրող կողմին, պաշտպանական կողմին եւ դատարանի վճիռը լսեն։ Հա, այլ բան է թե արդար է թե անարդար, բայց այնուամենայնիվ թափանցիկությունը, հա, ուրեմն այս հանձնաժողովն էլ պետք է թափանցիկ լինի։ Մարդիկ պետք է լրագրողները, հասարակական գործիչները, շահագրգռված անձինք պետք է ի վիճակի լինեն մտնել այդ հանձնաժողով եւ այդ քննարկումը լսեն։ Այդ հանձնաժողովը 10 հոգի են թե 12 հոգի, այսինքն նստած տեղերում ասում են չէ, չի վերադաստիարակվել։ Եղբայր այդ մարդու հետ աշխատում են կալանավայրի ադմինիստրացիան։ Իրանք ասում են վերադաստիարակվել է։ Դու ի՞նչն ես հիմքը դնում։ Մի բառ գրելով, մերժել բառ գրելով հասկանալի է դառնում։ Այսինքն դա նույն բանն է, ոնց որ դատարանում ոչ մի կողմին չլսեին, ոչ մեղադրողին, ոչ դատապաշտպանին, դատավորը հելեր կարդար 10 տարի, մի բառ կարդար 10 տարի ու չմեկնաբաներ, ինչի 10 տարի, այսինքն սա նույն համարժեք բաներն է։ Եվ դրա պատահական չէր, որ արդարադատության նախարարին, հա, նորանշանակ ուզում էր հանդիպեր, այլապես երբ որ նորանշանակ այդ արդարադատության նախարարը ասում է սա իմ պոզիցիան չի, բա ի՞նչն է քո պոզիցիան։ Մարդը, հերոս մարդը հասցրել եք այն վիճակին, որ այսօր հացադուլի միջոցով է իր հարցերը ուզում լուծի ու դու ասում ես ես չեմ գնա հանդիպման, դու ինչ որ գրություն ես գրում, որ ադմինիստրացիան կալանավայրի գնա հանդիպի, այդ հանդիպելը ամեն օր են հանդիպում։ Այդ կալանավայրի ադմինիստրացիան է միջնորդությունը արել, որ իրան հասնում է վաղաժամ ազատում, ադմինիստրացիան հանդիպի ինչ անի։ Ուրեմն այդ մարդը ունի չէ ձեզ ինչ որ բան ասելու։ Մարդու ու այն էլ հերոս մարդու առողջությունը ու չի ցանկանա, որ
նաև ինչու՞ չէ հետագայում նաև կյանքն է վտանգի առաջ, դու ասում ես չեմ գնա հանդիպի։ Այսօր դու կոնկրետ արդարադատության նախարարուհի, կոնկրետ դու քո պաշտոնով պարտական ես Վալոդյա Ավետիսյանին եւ Վալոդյա Ավետիսյանի նմաններին, ու դու ասում ես ես չեմ գնա։ Դու անգամ որպես մարդասիրական բան, եթե դա ասեր 2 տարեկան մի երեխա էր, դու պարտավոր էիր գնայիր, որ այդ երեխայի կյանքը փրկեիր կամ առողջությունը։ Իսկ դու հիմա ասում ես չեմ գնա։ Տեսեք, վերի արտի ցորեն ես։ Մի կողմից ինչ որտեղ ուզում եմ հասկանամ ձեզ, գնաք ինչ խոսակ, պատգամավոր եք ինչ խոսացիք, որ հիմա նախարար վիճակով ինչ խոսակ։ Ասենք Վալոդյանը չէ, սարքել տուր է բերթի համար, սպորտ զալում կախեն և պարապեն բռնավորները։